Զորամասերում մի հետաքրքիր թերթիկ կար, որի ես իմ ծառայության վերջում եմ բացահայտել դրա գոյությունը, որ հոգեբանները փաստորեն այդպես չեմ հիշում անկեղծ հիմա ամսական էր թե գուցե եռամսյակային, ինչ որ մի թերթիկ էին պատրաստում սոցհարցում եւ այնտեղ կար անպայման մի վերջին հարց, թե ում եք ամենաշատը վստահում Զորամասում Եվ ինձ մեր հոգեբանը երբ որ բերեց այդ թղթիկները, այսպես հավաքած թերթիկները հավաքած, ասաց գիտես չէ, դու արդեն մի քանի տարի շարունակ top տեղերն ես զբաղեցնում այս Զորամասի ամենավստահելի անձանց։ Սկզբից մտածում էի, որ իրանք, չգիտեմ էլի, ինչ պիտի կարողանան անեն, ինչ պիտի հնարավորություն ունենան անել, որ ընդհանրապես սովորում են ճեմարանում ու ճեմարանից դուրս են գալիս անփորձ զինվորի հետ կամ չգիտեմ մարտական դիրքերում, բայց հետո հասկացա, որ գնդերեցները օժտված են մի տեսակ առանձնահատուկ հատկություններով։ Բազմաթիվ տեսարաններ ու կադրեր ունեմ նկարահանած, թե ինչպես են գնդերեցները երբեմն հայտնվում մի նորակոչիկների մեջ, ժամկետային զինծառայողներին, որոնց այդ պահին կանչել են պատերազմ եւ իրանք անհայտության մեջ են, չգիտեն ինչ պետք է լինի եւ գնդերեցի հայտնվել է ինչպես է իրավիճակը փոխել։ Հայկական բանակը ստեղծվեց հայության կյանքում ամենածանր Արցախյան գոյամարտի օրերին։ Այն կայացավ ու թրծվեց թե մարտի դաշտում, թե հետպատերազմյան տարիներին, հոգեբանական ու բարոյական մեծ դժվարություններ հաղթահարելով։ Զինվորների կամային որակներն ու ներքին տոկունությունը բարձրացնելու համար անհրաժեշտություն առաջացավ հոգեվորականների ներկայությունն ապահովել նաև զինված ուժերում։ 1997 թվականի նոյեմբերի 13-ին Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր ծառայությունը։ Հետագայում էր, որ 2000 թվականին արդեն Գարեգին II վեհափառ հայրապետի կողմից այն դարձավ հոգևոր առաջնորդություն, այսինքն հոգևոր ծառայությանը տրվեց առաջնորդության կարգավիճակ, որը ավելի էր մեծացնում նրա գործունեության շրջանակները։ Եվ դա հաստատվեց նաև Գարեգին II վեհափառ հայրապետի եւ ժամանակի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի համատեղ հաստատած կանոնադրությամբ։ Հայ հոգևորականը միշտ եղել է հայ զինվորի, զորականի կողքին, այդպես է եղել դարեր շարունակ, Ավարայրից մինչև Սարդարապատ եւ Արցախյան հերոսամարտ։ Այսօր նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ծայրագույն պատրիարք ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ շուրջ 70 հոգևորականներ իրենց ծառայությունն են իրականացնում հայոց բանակում։ Բանակում զինծառայողների հոգևոր խնամքը ապահովելու նպատակով դեռևս 17-րդ դարից աշխարհի տարբեր բանակներում գործում էին հոգևորականներ, հոգևոր ծառայողներ, հայտնի է միջազգային կապելան տերմինը, որը բնութագրում է հատուկ ծառայություն իրականացնող հոգևորականին։ Հուշահաստատություններում կլինի բանտերում թե բանակում։ Եվ հատկապես այդ ծառայությունը շատ երկրներում կազմավորվեց ավելի իրավական առումով առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, հետո արդեն երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եւ հենց այս համաշխարհային փորձն էր նաև, որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր ծառայությունը։ Զինվորական հոգևորականների ինստիտուտը կապելանությունը գործում է աշխարհի ավելի քան 100 երկրում։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ժամանակակից բանակներում հոգևորականի դերը վաղուց դուրս է եկել միայն ծիսակատարի շրջանակից։
ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամ պետություններն ունեն զարգացած կապելանական ծառայություն։ ԱՄՆ-ի զինված ուժերում ծառայում է տարբեր դավանանք ունեցող շուրջ 3000 հոգևորական։ Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում հոգևորականները սպայական կազմին հավասար են եւ էթիկայի, զինծառայողների ընտանեկան խնդիրների եւ հոգեբանական աջակցության հարցերում հրամանատարի խորհրդատում են։ Միջազգային վիճակագրությունը փաստում է, որ հոգևոր սպասավորություն ունեցող բանակներում զինվորների միջանձնային հարաբերություններն ավելի առողջ են, իսկ մարտական ոգին ավելի կայուն։ Հոգևորականները լինելով բանակում, դա չի նշանակում, որ բանակը աշխարհիկ չի։ Հոգևորականը բանակում լինելով միայն օգնում է այդ բանակին, վստահաբար չի վնասում։ Ու այն հոգևոր խնամքը, որ նեղության մեջ գտնվող զինծառայողը պետք է խոսի հոգևորականի հետ, վստահաբար այդ չի կարող ինչ-որ սպայի կամ հոգեբանի հետ նույն կերպով զրուցել։ Այն օրվանից, երբ որ մտել եմ զորամաս, հասկացել եմ, որ հայրենիքը սկսվում է սահմանից, հայրենիքի առաջին մարդը ուրեմն այդ զինվորն է, որ կանգնած է առաջին տեղում հայրենիքի եւ իր հետ ոչ թե աշխատել եմ, այլ ծառայել եմ։ Բոլորը 18 տարեկան երիտասարդ տղաներ, ամեն մեկը իր ամբիցիայով, ամեն մեկը իր խնդրով, իր ընտանեկան խնդիրներով, իր անձնական հասարակության մեջ ընտանիքից կտրված, ամեն մեկը մի ձև փորձում էր պաշտպանված լինել, մտածում էր ինչպես ճիշտ հաջորդ քայլը կատարի, հաջորդ պահին իրեն ինչպես ճիշտ պահի, որպեսզի ճիշտ ծառայի, լավ ծառայի։ Ու այդ իրավիճակում մեկը մյուսի հետ կիսվելը բանակային իրավիճակում շատ ուշ է տեղի ունենում, երբ որ արդեն 1 տարուց ավել իրար հետ եք ծառայած լինում, արդեն մի միսուարուն եք դառած լինում, այդ ժամանակ կարող է, իսկ մինչև այդ այն որ Հովհաննեսյան մարդեր, ովքեր մտածում են, որ կարող են գնալ եւ իր հետ խոսել, ինչ որ մի բանից պատմել, որտեվ Հովհաննեսը հաստատ մի գեղեցիկ լուծում, մի հետաքրքիր առակով, մի հետաքրքիր պատմությամբ իրավիճակը կներկայացնեն այնպես, որ մարդը sense ժպիտը դեմքին, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կարգին է, կշարունակի իր ծառայությունը։ Օրհնյալ Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցյան քո, եկես արքայություն քո, եղիցի կամ քո, որպես երկինս եւ երկրից, զրած մեր անապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտից մեզ, որպես եւ մենք թողունք մերոց պարտաբանած, եւ մի տանից մեզի փորձություն։ Վեհափառ հայրապետի հետևողական ջանքերի շնորհիվ շուրջ 30 տարվա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը վերածվել էր կայացած ու փորձառու կառույցի։ Հայոց բանակում զինծառայողների հոգևոր դաստիարակության գործին վերջին տարիներին լցված էր 50 հոգևորական։ Սարկավագները, քահանաներն ու աբեղաներն իրենց ծառայությունն էին իրականացնում ամենուր, սահմանային զորամասերից մինչև մայրաքաղաքային ստորաբաժանումներ։ Գնդերեսները իրենց ծառայության ընթացքում բազմաթիվ սեմինարների, հոգեբանների հետ, նաև տրամայի ամոքման ծրագրերի են մասնակցել, որոնք հետագայում այդ գործիքակազմը օգտագործել են եւ պատերազմի կամ խաղաղ ժամանակներում զինվորների հետ կիրառել։ Գնդերեսների գործունեության արդյունքում կարգապահության մակարդակն է բարձրացվել, բարոյա հոգեբանական մթնոլորտը առողջ պահելու ուղղությամբ եւ այս ամենի արդյունքում բնականաբար բազմաթիվ բռնարարքներ, ինքնախեղման կամ ինքնասպանության դեպքեր են կանխվել, որոնք ըստ պատշաճի նաեւ ներկայացվել են վերադաս հրամանատարության ուշադրությանը։ Զորամասի հոգեբանը ունեցել է իր պարտականությունները։ Ինք իր պարտականությունից դուրս ոչինչ իրավասություն չի ունեցել կատարելու, իսկ հոգևոր սպասավորը գնդերեցը ինքը ունեցել է ազատ շփվելու աշխարհիկ մարդկանց հետ, հոգևորականը հոգեբանից լիքը բաներով տարբերվում է։ Նա սպա է, ինչ տարբերություն, ինքը էլի
ահտա գծով տեղակալներին ոնց որ մի ինչ որ այդ առումով օգնություն ցուցաբերող անձ է եղել։ Հոգևորականները ստիպում էին գնդերի հրամանատարներին, որ մենք չենք եկել այստեղ ենթարկվենք ինչ որ մի սպայի զորամասում, այլ մենք եկել ենք, որ քեզ օգնենք շատ հարցերում, որ քո ստորաբաժանումդ, քո գունդդ, քո զորամասդ խնդիր չունենա։ Տարբերությունը մեծ է եղել։ Իրականում իրանք վեհ են եղել, այսպես ասեմ, իրանք իրանց դիրքերում իրոք վեհ են եղել։ Տղաների շրջապատը պարզ է, չէ, որ եկել են կեսը տնից, կեսը փողոցից, կեսը հայհոյախոս են, կեսը ոչ, առնվազն ամենապարզ բանը, ամենափոքր բանը, որ մենք փոխում ենք, գոնե թե մեր ներկայությամբ գիտեն, որ չպիտի հայհոյեին։ Մեր ներկայությունը փոխել է այն, որ իմացել են, որ մեր ներկայությամբ չեն կարող ինչ-որ մեկը մյուսի վրա բղավել, ինչ-որ մեկը մյուսին վիրավորել։ Այսինքն պարզ առաջին մակարդակում վերաբերմունք է փոխվել մեր ներկայությամբ։ Զինվորը եւ սպան իմացել են, որ ունեն օգնական, ունեն խորհրդատու։ Ի վերջո մեր զինվորներին կիրակի օրերը ուղեկցում ենք պատարակների, շաբաթական 1-2 անգամ փորձում ենք խոկում ժամերգություն աղոթքներ կազմակերպել, որոնք ընդհանուր մթնոլորտ էին փոխում։ Մարտական հերթափոխություն գնալուց առաջ, ինչի՞ չէ, այն որ մենակ հայրմերը, որ արտասանում ենք, շարքով, այն որ բարձր առոգանությամբ, այն որ հոգևոր սպասավորը կանգնում էր տրիբունային գնդերեցը, չգիտեմ, դուխ էր բարձանում։ Կյանքի սահմանային իրավիճակներում, երբ զինվորը հայտնվում է հուսահատության եզրին, հենց գնդերեցներն էին հաճախ դառնում միակ հենարանն ու խարիսխը եւ զինվորին դուրս բերում ծանր իրավիճակից։ Երբեմն էլ կանխում դժբախտ պատահաժները։ Մինչև երբ ենք կաղալու երկու ոտքով։ Բազմաթիվ դեպքեր են կախվել հենց հոգևորականի հետ զրույցի ժամանակ։ Ես ինձ էլ անձամբ մոտեցել են զինվորներ, ովքեր խնդիր ունեցել ինչ-որ հենակետում, ինչ-որ զինակցի հետ։ Ու ցանկացած միջոցի դիմել են, որպեսզի դիրքեր չբարձրանան իրենց անձնակազմի հետ, որովհետև այնտեղ ինչ-որ ճնշումների են ենթարկվել, ինչ-որ նվաստացումների են ենթարկվել, որը կարող էր անդառնալի հետևանքներ ունենալ։ Հոգևոր սպասավորները ոնց որ այդ զինվորներին ընտրում էին իրանք, կարողանում էին գտնել այդ զինվորներին ու այդ զինվորների հետ իրանք ավելի շատ մտերմանում էին, կարողանում էին մտնել իրանց ներաշխարը, օրինակ ես ինքս երբևիցե չէի կարողանա։ Տեսեք, ունեցել եմ հրամանատարական ձիրք, ղեկավարել եմ ստորաբաժանումներ, դասակի հրամանատարից մինչև զորամասի հրամանատար, բայց այդպես բաներ կար, որ ասենք ես կոպիտ էի վերաբերվում, բայց սահուն կերպով նաև գնդերեցը բացատրում էր, որ պետք չի էլի, այս երեխան ունի sense խնդիր։ Զինվորները խոստովանում են, որ բանակային կյանքում հոգեբանական ճգնաժամեր շատ են ունենում նաև հոգևոր զրույցների կարիք։ Դրանք օգնում են, որ հասունանան, որ ներողամիտ ու հանդուրժող դառնան։ Հոգևոր սպասավորի հետ շփումը փոխում է ոչ միայն զինակիցների հետ հարաբերությունները, կողքինի մեջ արժեքավորը տեսնելու կարողությունը, այլև վերաիմաստավորում է սեփական ներաշխարը, սեփական տագնապներն ու վախերը հաղթահարելու նոր ուժ է հաղորդում։ Իմ մտածելակերպով, եթե այն ժամանակ չլիներ գնդերեցը, չլիներ հոգևոր սպասավորը, չլինեին իրանք, մենք շատ մեծ խնդիրների կբախվեինք անձնակազմի դաստիարակության, ղեկավարման հարցում, անգամ մարտական դիրքերում, անգամ զորանոցային պայմաններում։
Որոշ զորամասերում զինվորներն իրենց ձեռքով կառուցում էին փոքրիկ մատուռներ։ Աղոթատեղիները նրանց համար հոգևոր կյանքի, հոգևոր ապրումների յուրատեսակ անկյուններ էին դարձել։ Միասին հայր մեր աղոթք ասենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ եկինս ես, Սուրբ Եղեցի անուն քո։ Հայ հոգևորականը պատմականորեն ասոցացվում է հայրենիքի պաշտպանի կերպարի հետ, որը գոյաբանական սպառնալիքի դեպքում կարող է եւ կենաց մահու կռիվ մղել։ Արցախյան բոլոր պատերազմներին առաջնագից մեկնողներին խաչով էին ճանապարհում գնդերեցները, իսկ խմբային մկրտությունները 44-օրյա պատերազմի ամենատպավորիչ վավերագրություններն են։ Առաջնագից գնացող զինվորականների կողքին հայտնվում են գնդերեցները կամ հոգևորականներ, որոնք ցանկություն ունեցողներին պատրաստ են հենց հիմա մկրտելու եւ այն մաղթանքները, որոնք հոգևորականներ կարողանում տալ զինվորին, մկրտվող զինվորին եւ նրանք կնքահայր դառած մի ուրիշ զինվորի, այդ մի ֆանտաստիկ իրավիճակ էր, որը ես առիթ եմ ունեցել բազմիցս տեսնելու, պատկերացրեք որևիցե տեղից, ասենք, քթել են մի թաս եւ խիտ անտառի մեջ մկրտություն է տեղի ունենում եւ ընդամենը մի քանի րոպե հետո այդ մկրտվող զինվորները պետքա գնան առաջնագից։ Ես չեմ որ պետքա բառեր ասեմ այդ զինվորի տրամադրության ու այդ զինվորի հոգեկան աշխարհը փոխելու մասին եւ դա հիմա նորից վերադառնում ենք իսկ ինչ կաներ հոգեբանը այդ մի հատ երևույթ է այդտեղ տեղի ունենում, որ աշխարհի ոչ մի հոգեբան ոչ մի բան չէր կարող անել։ Հիսուսի Քրիստոսի եկյալ հերախայութենեի մկրտություն։ Մկրտի հանուն հոր եւ որդվո եւ օգնուին սրբոտ։ Գնյալ արյամ բն Քրիստոսի ծառայութենե մեղած։ Երբեք չեմ կարողացել անտարբեր անցնել պատերազմի կողքով։ Նաեւ վավերը գրել եմ պատերազմը, որի արդյունքում ունեմ երկու դոկումենտալ ֆիլմ, դե գեղարվեստական ֆիլմեր, երկու գեղարվեստական ֆիլմ պատերազմի մասին։ Ամենահայտնին Անահիտ Բարձունքի առումն է, որտեղ պատմում հերայրի մասին, հերայրն է պատմում ֆիլմում։ 25-ի զինվորները չեն խոսում։ Այս Բարձունքում ովքեր շատ եղել են, ովքեր որ կռիվ են տվել, այս երեխեքը չեն խոսում։ Ավելի շատ իրancs տեսածի հետ լուր ապրում են, բայց եթե այս երեխեքից մեկի հետ խոսեցիր մի բան, որ իրանք զգան, որ դու ծանոթ ես այս ամեն ինչին, դու իրանք ինչ որ խոսեն, դու հասկանալու ես, այնքան բան ես սկսում պատմել։ 44-օրյա պատերազմի ժամանակ, քանի որ շատ էին զինվորական խմբերը ստորաբաժանումները տարբեր տեղերում առանձին եւ բոլորն էլ հոգեվորականի կարիք ունեին եւ նաեւ այդ մասին բարձրաձայնում էին, խնդրում էին հոգեվորականի ներկայություն եւ գնդերեսների թվականակը բավարար չէր ապահովելու դրա համար վեհապար հայրապետի կողմից տասնյակ հոգեվորականներ, քահանաներ, վարդապետներ, աբեղաներ, նաև եպիսկոպոսներ, թե հայաստանյան եւ թե Սփյուռքի հայոց թեմերից ուղարկվեցին Արցախ եւ նրանք իրենց ծառայությունը բերեցին տարբեր տեղերում, սահմանային զորամասերում, հոսպիտալներում եւ որտեղ որ անհրաժեշտությունը կար աշխարհի 160 երկրներում մեջ հայություն կա ամբողջ Սփյուռքի հայությունը այսօր մեկ մտածելու մեկ խաղապարով լցված է օգնել օգտագործել պաշտպանել մեր Արցախի հանրապետությունը Հայոց բանակի պահապան խաչը Աշոտ Երկաթի խաչի կրկնօրինակը պատերազմի օրերին շրջեց զորամասերում եւ խրամատներում հոգևոր զրահ դառնալով զինվորների համար, հիշեցնելով, որ նա հերոսական շղթայի մի օղակն է։ Իսկ 2019 թվականից պատրաստվող խաչի մանրակերտ կրծքանշանները զինվորներին հաճախ փրկում էին անհնարին թվացող իրավիճակներում։
2020 թվականի պատերազմի ժամանակ իմ սպա ընկերներից մեկը, ում հետ մինչ օրս ընկերություն ենք անում, հատուկ գործողության պետք է մասնակցեր ու խնդրեց, որ կար գնդերեցի կրծքանշան տարբերվող, կար զինվորի կրծքանշան, կար սպայի կրծքանշան ու մեկնելուց առաջ խնդրեց, որ իմ հագուստին ամրացված Աշոտ Երկաթի կրծքանշանը իր հետ վերցնի, իր կրծքին կրի եւ գնա այդ գործողությանը ու հետ գա։ Գնաց շատ ծանր իրավիճակում էին հայտնվել, շրջափակման մեջ էին ընկել ու ասում է, որ պատմում է, ասում է ամեն օր ես ուղղակի ամեն պահ համբուրում էի այս կրծքանշանը, խաչը ու միայն Աստծուն էինք ապավինած։ Ու երբ որ վերադարձավ, ամենաառաջինը ասաց, որ այս կրծքանշանն էր, որ մեզ օգնեց վերադառնալու։ Անձամբ ներկա եմ եղել, երբ գնդերեսները մտան մի զորամաս, որտեղ կասեի բոլորովին բարոյալքված տարբեր զորամիավորումներից հավաքված զինվորականներ էին այդտեղ, որոնք եղել էին Ջեբրայիլում։ Մենք չենք եկել ձեզ ասելու բաներ, որոնք դուք մեզանից ավելի լավ գիտեք։ Մենք եկել ենք խնդրելու ձեզ, որ այս պահին շատ կարևոր է, որ առավել քան լինենք մենք կարգավար։ Մարդիկ ի վիճակի չէին որևիցե մեկի հետ շփվելու, որևիցե մեկի հետ ինչ-որ բան քննարկելու։ Եվ գնդերեսները երբ մտան, իրանց մեղմ ասած շատ վատ եւ վատ առումով մարտական դիմավորեցին, որ իբր դուք ովքեր եք, որ եկել եք, եւ գնդերեսները սկսեցին նրանց հետ կամաց փոխհարաբերությունների մեջ մտնել, լեզու գտնել եւ ուղիղ կես ժամ հետո իմիջիալոց ասեմ, որ այդ զորամասը որ մտնել էինք, այդ այսպես ասած տարբեր տեղերից մնացած այդ սպաներին որպես ղեկավար էին նշանակել ինչ որ մի զորամիավորման հոգեբանին եւ հոգեբանն էր այսպես ասած այդ պահին իրենց հրամանատարը եւ այլն նույն տրամադրության մեջ էր նաեւ այդ հոգեբանը եւ ընդամենը ուզում եմ արձանագրել որ կես ժամ էր անցել եւ կես ժամ հետո այդ հոգեբանը ուզում էր մկրտվել այն հոգեբանական մթնոլորտը թե ինչ արագությամբ կարողացան գնդերեսները փոխել եւ ինչ մի բոլորովին մի ուրիշ տրամադրություն բերել այդ ուղղակի անհավատալի էր այն ինչ որ ես եմ տեսել քո խաչիդ պահպանությունը որպեսզի կարողանան քո իմաստությամբ ճիշտ կողմնորոշվել եւ գնալ հաղթանակ ցավոք սրտի մենք հոգեվորականների կորուստել ունեցանք եւ նաեւ վիրավորներ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Մկրտիչը մինչև հիմա համարվում է անհայտ կորած զոհվեց գնդերեց Նարեկ Սարգսակ Պետրոսյանը, որը այդ ժամանակ զինված ուժերի հոգևոր առաջնորդի օգնականն էր, իր ծառայությունը պիտի լիներ պաշտպանության նախարարությունում, բայց նա առաջնագծում էր, զոհվեց նաև Ռուստամ Սարգսակը, որ այդ ժամանակ իր ծառայությունն էր բերում պաշտպանության բանակի զորամասերից մեկում։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության որոշմամբ 2026 թվականի փետրվարի 1-ից Զինված ուժերի հոգևոր սպասավորության ինստիտուտի գործունեությունը ներկայիս ձևաչափով դադարեցվեց։ Որոշումը մեկնաբանվեց որպես բանակի աշխարհիկացման եւ կրոնական կառույցներից տարանջատման քայլ։
Իմ զգացումը առաջին հերթին կբնութագրեմ խորը ափսոսանք, որ այդքան տարիների այդ անձնվեր ծառայությունը, որ մեր եկեղեցու հոգևորականները որպես գնդերեսներ իրականացրել էին բանակում, դադարեցվում է եւ այլևս դրա անհրաժեշտությունը կարիքը չկա։ Բնականաբար կարիքը ես որպես բանակում երկար տարիներ ծառայած հոգևորական գիտեմ, որ շատ խիստ կա եւ մինչեւ այդ օրերն էլ զինվորականները, հրամանատարները, բանակի ղեկավար կազմը անընդհատ շեշտել են ու ասել են, որ պահանջարկը կա։ Հոգևոր առաջնորդության լուծարումը այս իմաստով նշանակում էր անցնող 29 տարիների ուղղակի ջուրը գցելը։ Այն արված հսկայածավալ աշխատանքը տարբեր տեղերում ի վերջո մեր գնդերեցները չէին սահմանափակվել միայն զորամասերում ծառայելով, շատերը համայնքային գործունեություն էին ծավալել, շատերը մեծ անուն հեղինակություն էին վաստակել որևէ զորամասում, որ իրենց հաջորդ գնդերեցի համար պարարտ հող էին նախապատրաստել, որ իրենք գնային եւ իրենց ծառայությունը բարեհաջող իրականացնեին։ Գնդերեցի մերձեցումը զինվորին դա բոլորովին այլ հարթություն է, որը ոչ ոք չի կարող անել ուղղակի։ Եվ ես ընդհանրապես ինձ հարց տվեցի, բա հիմա այդ զինվորները, այդ նորակոչիկները կամ ծառայողները հանձինս իրենց եղբոր, հանձինս իրենց ծնողի, հանձինս իրենց մերձավոր ազգականի, հանձինս իր ծառայակից ընկերոջ, ում են գտնելու այնտեղ, երբ չկա այդ մարդը։ Այդ ամեն ինչը իր մեջ խտացնում էր հենց գնդերեցը։ Եվ ես այդ հարցին չեմ կարողացել պատասխանել։ Ոնց որ հարազատ ինչ-որ մեկին կորցրած լինեի։ 10 տարուց ավել իմ ծառայությունն եմ բերում զինված ուժերում, նաև մեր կանոնները դրանից ավել կրկնապատի 20 տարի իրենց ծառայությունն եմ բերում ու դա մեր կյանքն էր արդեն դարձել, մեր կյանքի նպատակն էր մշտապես գտնվել զինծառայողների կողքին, մշտապես մեր խորհուրդներով, նաև մենք էինք իրենցից ինչ-որ բան սովորում ու շատ ծանր էր իմանալ, որ որոշ հանգամանքներում նաև սպասելի էր, սակայն մենք մտածում ենք, որ չի հասնի հարցը դրան։ Մեր երկրում ամենածանր ծառայություն իրականացնող մարդիկ են զինվորականները եւ իրենց առավել քան մենք պարտական ենք եւ գնդերեցի ծառայությունն էլ իմ կարծիքով Աստծո օգնականություններ իրենց, որովհետեւ Սուրբ գրքում էլ շատ սիրուն ձևով ասվում է, որ ասում է, եթե Տերը չի հսկում քաղաքը, ուրեմն զուր են ննջում պահապանները։ Իրենք մեր հայրենիքը պահպանողներն են, մենք էլ կարծում եմ Աստծո կողմից ուղարկված էինք իրենց ողջևորելու, հաղթանակների մղելու եւ մեծ ոգի տալու։ Եվ մի դաներս մեզի փորձություն, այլ բրգյազ մեզ շարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն